ընկեր, ես նորից եմ ասում, ես գողականի մասին չեմ խոսում։ Ու ինտելիգենցիան, նայ, մի հատ օրինակ բերեմ։ Մի օր Երջանիկ Աբգարյանը, հիշի Լևոնի ընկերը, ինքն է կարծեմ գիտությունների տեխնացու է Երջանիկ Աբգարյանը, հիմա ողորմածիկ է։ Մի հատ հոդված է գրում, իրանց արմատում եմ ես, Դաշնամսյանը քննադատող։ Ասեց շան դե կարտա, տես լավ չեմ գրել այս մասը, կարտացի, ասեմ պարոն Աբգարյան, շատ լավն է, բայց այս դեպքը սես չի եղել, էլի։ Ասում է, ի՞նչ կապ ունի։ Ասում չէ, ճիշտ է գրեք, որ առիթ չտակ։ Ասում է, կարող է գողական ես ճիշտ ու սխալը որոշել։ Պատկերացնում ես, ասեմ պարոն Աբգարյան, Կաղաս ինտելիգենտները ճիշտ ու սխալը որոշեն, էդի գողականի հարց չի, բայց դուք չեք որոշում, այն մարդիկ իրանց փայ ուզում են իրանք ճիշտ ու սխալը որոշեն, մի հատ էլ փնովում ես այդ մարդկանց, դա համար երբ որ դու ասում ես գողականը, չէ, եթե մարդը օրինակ պետական մտածելակերպ չունեն, բայց այն մարդիկ ունեցել են տասնամյակներով մտածելակերպ են ձևավորել կուր տրամաբանություն, ընդունելի է թե չէ մի կողմ։ Մեր պետությունը չունի իր տրամաբանությունը, բայց եթե դու ուզում ես մի լոգիկա, օրինակ տես, առողջ լոգիկա, դատարանները մասը, ունեն դադավոր դադախած բան, այդ իրավապահ կառույցները Հայաստանում, մեկ է հանցագործ աշխարհը, այդ միջանկյալները, ասեք ամբողջականության մեջ մեկալ է։ Թեքվում են դեպի գողականը, Չէ, միջանկյալները չունեն ոչ մի առողջ լոգիկա։ Դա թեքվում ձև են տալիս, որ իրենք այս կամ Ձև, չգիտեմ, ձևը իրանք որ վաղտ ոնց պետք է, լուրջ եմ ասում, որտեվ իրավականն էլ է հստակ տրամաբանություն պահանջում։ Դրանից պաշտպանվելու համար էլ է հստակ տրամաբանություն ու առողջ բան պահանջում։ Հետո ուժը ինքը բնույթով փչացող բեսպրեդել բանի մոմենտ կարա ունենա։ Դրանից դու կարաս պաշտպանվես միայն պարյադիկ պաշտպանելով։